սենց հայտաբղետ են եղել, բժշկուհուց մինչև իրավաբան, ստանդարտ, ոնց բոլոր փոքր երեխեքը երազել եմ իրավաբան, բժշկուհի, ես շատ էի սիրում այդ ֆորմա, բժշկական խալաթ, բան, բայց լեզուները ավելի գիտակից տարիքից 14-15 տարեկանից լեզուները սկսեցին գերել ու գերել։ Ու շատ սիրում էի անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը ու մասամբ երևի մի քիչ իրականացավ երազանքս, որովհետև անգլերենը ու գերմաներենը եղան ինչ-որ չափով իմ մասնագիտությունն են հենց հիմնական ու հետո եկավ ֆրանսերենը որպես սիրողական մամային մի օր ասի մամ այնքան եմ սիրում ֆրանսերենը կարեմ սովորեմ, հա ասեց սովորի ու տենց ֆրանսերենն էլ եկավ իմ կյանք։ Հետո եկավ դասավանդելը որպես երազանք, որովհետև ինձ շատ դուր էր գալիս, որ ուսուցիչներից հետո դասախոսներից նայում էի, ասում էի ես էլ կուզեմ բան սովորացնեմ ու վճռիկներին, որ սկսում էի տառեր սովորացնել, իրանք սկսում էին գրել, ասում էի, բա ինչ լավ, ասեն շատ կարևոր, ասեն շատ լավ բան եմ, երեխեքը սկսում են գրել անգլերեն, խոսալ, չգիտեմ, բայց երազանքները շատ խառն էին, միշտ հետո մի շրջան կար շատ սենց մեծ սրտով երազում էի հաղորդավարուհի դառնալ։ Այդ երևի նորությունն է, որովհետև շատ մեծ սրտով էի երազում, փոքր ժամանակ կանգնում էի հեռուստացույցի կողքը, վերցնում էի տան հեռախոս այն ժամանակ, որ տան հեռախոսները շատ պոպուլյար էին, հիմա տան հեռախոսներ չկան, քաղաքային հեռախոսներ, վերցնում էի, սենց պահում էի, սկսում էի լուրեր վարել, ինչ որ սենց նորություններ, մամային օգնելուց ինչ որ բան էի անում, իբր կուլինարնի հաղորդում։ Հաղորդավարուին շատ մանուկ հասակի երազանքն է, որ երևի մինչև հիմա հենց առիթ է լինում ինչ որ public speech ինչ որտեղ խոսելու, սենց աչքերս փայլում են, որովհետև այդ շատ եմ սիրում։ Պապիկս ժուրնալիստ է եղել շատ երկար տարիներ, գլխավոր խմբագիր է եղել ու մաման միշտ ասում է քո մեջ պապիկի գենն է այդտեղ խոսում։ Մի խոսքով իմ մանկական երազանքների վերի այդքանն են եղել։ Դպրոցական տարիներում առաջ եկավ կազմակերպչական ջիղը, բայց ավելի ավագ դպրոցում, միջնակարգ դպրոցում էլի շատ ակտիվ եմ եղել, այնտեղ աշակերտական խորհուրդ էր, բայց մենք ավելի փոքր էինք ու այդ ժամանակ այդքան չէր, հետո այդտեղ այդ հաղորդավարական ուսուցչական այդտեղ մի քիչ խառն էի, դրա համար դեռահաս տարիքում մեր երազանքները, նպատակները մի փոքր խառնվում են իրար, որովհետև մենք ամեն ինչ տեսնում ենք, ուզում ենք փորձենք, այնտեղ բժշկից սկսած վերջացրած, հենց ամեն ինչպես հետաքրքիր է դառնում։ Հետո ավագ դպրոցում մի փոքր փոխվեց ամեն ինչը, մենք մեծացանք, այդտեղ առաջ եկավ աշակերտական խորհուրդը ու այդտեղ սկսվեց հետաքրքրել շատ ավելի կազմակերպչական այդ ամեն ինչը միջոցառումներ կազմակերպել, վազք խառը, միշտ զբաղված սկսեց ամեն ինչը այդտեղ ուսանող ժամանակ անընդհատ դա էի կրկնում, որ ես երազում եմ ինչ-որ սենց խառը ադմինիստրատիվ շատ զբաղված գործ ունենամ ու պարտադիր ուզում եմ դասավանդեմ։ Հետաքրքիրն այն փաստն է, որ ես միշտ դասի ժամանակ պուճուրիկների հետ հիմա արդեն նաև բախտավիճակվել, որի համար շատ ուրախ եմ ուսանողներին դասավանդել, մի ուրիշ ու շատ հետաքրքիր էքսպերիմենտ է։ Անդադար ժամանակ ասում եմ, ինչ լավ ադմինիստրատիվ գործն էլ կա, էս են միքսն է ու անդադար աչքերս դրանից փայլում են, որովհետև համարում եմ այդ շատ լավ իդեալական միքս այս պահին։ Երբ որ մենք ընդունվում էինք, կարող էինք նշել մի քանի համալսարան, մի քանի հայտ, մի քանի բու, ես նշել էի մի համալսարան, մի բաժին։ Ու ես հիշում եմ, երբ որ եկա ընդունելության գործերս տալու համալսարան, աշխատակիցներից մեկը ինձ նայեց ինձ, ասեց հաստատ մի բաժին, ասի հա մի բաժին, եթե ուրիշ ընդունվեցի չեմ գա դասի։ Դե կարող է հիմա անեի, հիմա գայի, բայց այդ պահին շատ վճռական էի։ Մենք մամայի հետ ենք ընտրել միանգամից առանց որևէ ուրիշ ընտրություն, կարող է այս չէ, կարող է այն մեկը, միանգամից ասել ենք ռուսական սլավոնական համալսարան, բաժնի հարցում միանշանակ ազատ ընտրություն եմ ունեցել, այն ինչը ես սիրում եմ, այն ինչ ուզում եմ ու հենց այդ ժամանակ ինձ մոտ եկել էր այդ տատանվում է երկու բաժնի մեջ, տատանվում է իրավաբանության մեջ ու տատանվում է լեզուների մեջ, բայց քանի որ ես մի քիչ ռեալ եմ ինքս իմ ուժերին հայում, ես գիտեի, որ մեկ տարվա մեջ հայոց պատմությունը այդքան չեմ այսիլից անի, որպեսզի կատարեմ իմ այդ մի երազանքը, ես հասկացա, որ ամեն դեպքում լեզուների սերը հաղթեց ինձ այդ պահին։ Ու այդպես մի բաժին նշեցի եկա ու որ առաջին օրը եկան մեզ հայտարարեցին ինչ լեզուներ պիտի ընտրենք, այդտեղ հասկացա, որ հաստատ ճիշտ եմ արել ու հաստատ էս իմ սիրելի բաժինն է ճիշտ որոշում էր։ Բայց այդպես էր մի բաժին, մի ինստիտուտ, մի համալսարան։
Ես հենց առաջին իսկ անգամից հիշում եմ, որ դիկտանտը գրելու եկա, շատ ուրիշ զգացում ունեցա, այդտեղ ուսանողներ էին կողքովս անցնում, իջնում, ու հիշում եմ, որ իրենք սենց իրար հետ դասերը քննարկելով իջնում են, ես հասկացի, ու սենց իրոնց գցի տեսնես կգամ, մի օր որ ես էլ ստեղով կբարձրանամ, ու մեր վերջի զանգի նկարաններից մի փոքր հատված կա, մենք այդտեղ պատկերացնում ենք 10 տարի հետո ինչ կլինի, այդ շատ հետաքրքիր հատված է, որ մենք եկանք այստեղ ինձ նկարահանելու որպես այստեղի դասախոս ու 10 տարի ու վերջի զանգի վիդեոյի մեջ երևում է թե ուղղակի մի փոքր sense սխալմունք ա եղել, այնտեղ ռուսերենի դասախոս եմ վիդեոյի մեջ, բայց ես հիմա անգլերեն եմ դասավանդում ու վիդեոյի մեջ այդտեղ ես աստիճաններով իջնում եմ 0 կուրսից ուսանողներ խնդրեցինք ասինք խաղակ իմ ուսանողի դերը ու ինքը ինձ ասում է կներեք էլ որ դասից ուշանում եմ ու ուղիղ գրեթե 10 տարի անց ու այդ մի երազանքն էլ կատարվեց, ես sense դասոցը բացում եմ, ինձ այնտեղ տեսնում եմ, ասում եմ ինչ լավ է, sense էս էլ եղավ։ Շատ լավ տարիներ են իմ ուսանողական տարիներ եղել, քանի որ ես շատ ակտիվ եմ եղել ու ես գիտակցաբար եմ այդ ակտիվությունը ընտրել։ Ինձ մոտ միքսը ստացվում էր, չեմ ասի իդեալական էր ստացվում, որովհետև բնականաբար մի քիչ դժվար էր համատեղել դասերը այդ նապորը համատեղել այդ ակտիվության հետ, բայց մանավանդ COVID-ից առաջ շրջանը post-COVID շրջանը ամեն դեպքում пассивացրեց ուսանողներին, ոչ այնքան շատ, բայց ամեն դեպքում թեկուզ իրենց վերաբերմունքն էլ пассивացավ, քանի որ on-line աշխատանքները առաջ եկան, այն ժամանակ այդ on-line-ի գաղափարը այդքան չկար մեր կյանքում։ Ինձ համար այդ որ ուրիշ տեղ եմ լինում կամ արձակուրդ եմ լինում, ինձ այդ տան տպավորությունը կա։ Ես ասում եմ, ես գնամ տուն, շատ քիչ եմ ասում գործի եմ կամ ոնց որ տանը լինեմ, մարդկանց հետ այնքան այդ ջերմությունը շատ կա։ Դրա համար ես ուսանողներին դեռուս խորհուրդ էի, որ ասում էի, երեխեք դուք ուզելու եք ստեղ մնաք։ Մեր համալսարանի առանձնահատկություններից է նաև այդ շատ սիրուն բալանսը, որ մենք կարողանում ենք այդ բալանսը շատ սիրուն պահել, որտեղ ընկերություն անենք, որտեղ գործ, այսինքն մեզ մոտ դա չի միքսվում, ամեն ինչ իր տեղում է եւ այդ ջերմությունը, սիրուն ազատությունը, այդ մարդկանց հետ այդ շփումը, որտեվ շատ հետաքրքիր են մեր բոլոր մարդիկ շատ հետաքրքիր ու առանձնահատուկ են։ Այն որ մենք ասում ենք ինչն է ռաուն առանց նստում ենք ասում ենք սերը ընտանիքը ջերմությունը իրոք այդպես է, որովհետև անկեղծ ես թե ուսանող ժամանակ եմ դա ասել, թե հիմա եմ դա ասում, շատ ուրիշ է մեր համալսարանը ու մեր համալսարանի մարդիկ։ Ես այնպես չի որ միայն ուսանող ժամանակ էի սովորում, հիմա չեմ սովորում, չէ հիմա էլ եմ սովորում, ուղղակի հիմա սովորելու ընթացքը մի փոքր այլ է։ Հիմա շատ շնորհակալ եմ ու շատ այդ առումով գոհ եմ, որ կան շատ մարդիկ ումից ամեն բառը սենց շատ ուշադիր ես լսում, որ քաղես, կլանես, սովորես, այ հենց այդ տարբերությունն է երևի թե ուսանող ժամանակ էլի լսում ես, խաղում ես, սովորում ես, բայց դա ավելի, որովհետև դու ուսանող ես։ Դու եկել ես սովորելու, դու ուսանող ես, դա ուրիշ տարբերակ չկա, մենք եկել ենք սովորելու։ Իսկ հիմա բացի բուն աշխատանքային process-ից, աշխատում ես սովորես ու խաղես արդեն գիտակցորեն, որովհետև դու մեծացել ես, ու գնահատում ես այն տրված հնարավորությունը, շանսը, որ կան այսպիսի լավ իմաստով գիգանտ մարդիկ քո կողքին, ումից կարող ես լիքը բան սովորելու, խաղալ։ Երևի ամենամեծ տարբերությունը ու պակասն ու ավելացումը, այս դեպքում ավելացումը ուսանող մանրի ու աշխատակից մանրի դա է։ Ուսմունքում դասավանդելու ու համալսարանում դասավանդելու շատ հետաքրքիր ընթացք է այդ, որովհետև ոնց որ երկու տարբեր աշխարհում լինեմ։ Բուն թեման դասավանդելն է, անգլերենն է, բայց լրիվ տարբեր աշխարհներում եմ, որովհետև այնտեղ ես ունեմ իմ փուճուրիկներին 10 տարեկան, 11 տարեկան, այստեղ ունեմ 17, 20, 21 տարեկան ուսանողներ, այդ շատ ես ուսանողների հետ դե փոքրիկները մի քիչ չեն հասկանում հիմա դա իրանց հետաքրքիր չի լինի, իրանց աշխարհը լրիվ ուրիշ է, մեծերի հետ շատ ենք դա քննարկում, ինձ որ ասում են, բա ո՞նց եք սենց անում, ինձ հենց էդ էլ երևի այդ իմ բալանսը բերում է առաջ, որ փոքրիկների հետ մի քիչ ուրիշ ես դառնում, իրենք սենց ես միշտ ասում եմ, որ շատ տրամադիր եմ լինում, գնում եմ իրանք մի հատ ինձ գրկում են, շատ ուրիշ ձև են փոքրիկները, էմոցիա պահանջող են։ Իրենց կարող է այն հետաքրքիր չլինի table dog-ը, բայց իրանց հետաքրքիր լինի, որ դու իր հետ ջերմ ես, խոսում ես, քննարկում ես, իր նեղվածությունը կիսում ես, ընկերություն ես իրենց հետ անում, իրենց հետ դա մի ուրիշ աշխարհ է գալիս փոքրիկների հետ։ Դժվարություն Եթե անկեղծ չեմ ունեցել որպես այդպիսին, որովհետև միշտ եմ փոքրիկների հետ կարողացել առնչվել, միշտ փոքրիկների շատ լավ լեզու եմ գտել, դժվարությունը նրանում էր, որ
0-ից էր դրվում ամեն ինչ, այսինքն որ լեզուն 0-ից է դրվում, մի փոքր պատասխանատվությունը ուրիշ էր։ Մեծերի հետ այնտեղից իջնում էի ստեղ, մեծերի հետ sense ուրիշ աշխարհ էի գալիս, մեծերի հետ լրիվ ուշ էր, մեծերի հետաքրքրությունը դժվար է պահել։ Հիմա, որովհետև մենք ունենք ChatGPT, ունենք արհեստական բանականություն, ունենք անծայրածիր ինտերնետի ու թուլերի հնարավորություններ, որ մեծերին հետաքրքիր դժվար էր պահել, մեծերի հետ էլ ես ընկերություն անում, բայց այդ մի փոքր ուրիշ ընկերություն է, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր, շատ պարտավորեցնող, պատասխանատու, բայց էլի սովորեցնելու, ես միշտ սիրում էի, որ մեր դասախոսներն էին մեզ ասում, հիմա բախտի բերումով ես եմ հայտնվել մյուս կողմում, մեդալի հակառակ կողմում եմ ու միշտ երեխեքին ասում եմ երեխեքն են, ես էլ ձեզանից եմ շատ բաներ սովորում, փոքրիկներից էլ եմ շատ, փոքրիկներից ավելի տենց երիտասարդական ժարգոնային խոսակցություններն եմ, նոր բառեր եմ սովորում, մեծերից էլ ավելի այդ ինտերնետային նոր բաներ, իրանց ամեն մեկի հետ ինչ-որ sense մի բան, ասում եմ միշտ ես եմ ձեզ ինֆորմացիա տալիս, դուք էլ ինձ եք տալիս, այսինքն 50-50 է, մենք միասին շատ հավես աշխատում ենք, ես շատ սիրում եմ այդ նաև ինձ թվում է ինձ մոտ ստացվում այդ բալանսը պահել ընկերոջ ու դասախոսի, կամ որ ես ամեն դեպքում երիտասարդ դասախոս եմ, իսկ ես գիտեմ, որ երիտասարդ դասախոսների հետ երեխեքը մի քիչ ուրիշ ձև են ու այդ ընկերության բալանսը դժվար, բայց ամեն դեպքում փորձում եմ, որ պահեմ։ Ես ամեն րոպե կողքերս նայելով փորձում եմ սենց այդ պահին ուղեղս միացնեմ ու ասեմ այդ ուսուցիչ հավաքական կերպարը, որ այդ մարդիկ ժամանակը, փոքրերը, մեծերը, որևէ ինչ-որ դեպքեր, այդ ամեն ինչը ինքնին ուսուցիչ է դառնում։ Ես մեր համալսարանի ապագան շատ սիրուն, շատ ինովացիոն, շատ զարգացած առաջատար, առաջադեմ, բայց այնուամենայնիվ պահելով այդ մեր ջերմությունը, մեր ընտանեկան վիճակը, մեր այդ տան մթնոլորտը հավես, ջերմ, հումորային, սիրուն, մեր այդ ամեն ինչը պահելով։ Ես շատ սենց փայլող աչքերով եմ նայում այդ ամեն ինչը։